Նման հայտարարություն Կարող եք ներելով երիտասարդություն։ Այսօր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր քրեական գործի մասին։ Մասնավորապես ըստ պաշտոնական հաղորդագրության, քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված պատշաճ եւ համակողմանի նախաքննության արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դատական նիստի ընթացքում մեղադրյալ Վարդան Ղուկասյանը միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայական գործունեությանը։ Մասնավորապես 2026 թվականի մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվող քրեական գործով մեղադրյալ Վարդան Ղուկասյանը դատական նիստի ավարտից անմիջապես հետո փորձել է պատասխանել լրագրողների հարցերին եւ գիտակցելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պաշտոնատար անձի ուղեկցող աշխատանքներ իրականացնող ոստիկանի ծառայողական պարտականությունները կատարելու հանգամանքը նրա օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով հրաժարվել է կատարել ոստիկանի դատական նիստի ավարտից հետո կալանավորված անձանց պահելու համար նախատեսված դատարանի խույս տեղափոխվելու օրինական պահանջը։ Անհետև երբ ոստիկանը փորձել է ուղեկցել Վարդան Ղուկասյանին, նա բռնություն, ֆիզիկական ներգործություն է գործադրել ոստիկանի նկատմամբ, միջամտելով պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը։ 2026 թվականի հունիսի 25-ին քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազ ՎՂ-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտել է։ Արմնու լրատվականի լրագրողը անձամբ եղել է հակակոռուպցիոն դատարանում եւ Վարդան Ղուկասյանը պատրաստվում էր պատասխանել լրագրողների հարցերին։ Սակայն նիստի ավարտից հետո ոստիկանները շտապեցին նրան հեռացնել նիստերի դահլիճից։ Սկսվեց քաշքշուկ, անգամ ոստիկանները հրեցին փաստաբան Արամայիս Հայրապետյանին։ Փաստ էր մեկ բան, որ ոստիկաններին հրահանգված էր Ղուկասյանին շուտ հեռացնել նիստերի դահլիճից, ինչի արդյունքում ստեղծվեց այս իրավիճակը։ Տեսանյութը վկայում է այն, ինչ կատարվել է հակակոռուպցիոն դատարանում, որտեղ եղել է Արմնու լրատվականի թղթակիցը։ Նման հայտարարություն Կարող եք ներելով երիտասարդություն։ Լավ։